Բարի օր, սիրելի հայեր։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը արթնանում է եւ ընտրություններից 2 ամիս առաջ ինչ է հայտարարում։ Հայտարարում է, որ թոշակները 10,000 դրամով բարձրացնում է, միայն նվազագույն թոշակները։ Բայց մի քանի ամիս առաջ ինչ էր ասում այդ նույն մանձը։ Ասում էր, որ թոշակառուն չգիտի այդ 10,400 դրամը ծախսել։ Մեր բարձրաձայնումից հետո Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ թոշակառուները ատում են այս իշխանությանը, փորձում է նախընտրական քողի ներքո, տեսեք ինչ եմ ասում, ընտրություններից 1-2 ամիս առաջ խոստումներ տալ, այսինքն պետական բյուջեի հետ կապված 10,000 դրամով կբարձրացնի։ Իհարկե շատ լավ է, որ բարձրանում է թոշակը, բայց 10,000 դրամով չպետք էր թոշակը բարձրանա։ Իմ առաջարկը Երևանի ավականու նիստին եղել է, որ ոչ թե 10,400 դրամ պետք է թոշակը բարձրանա, այլ մի քանի անգամ այդ 10,400 դրամը։ Առաջարկը նա է եղել, որ նվազագույն թոշակը պետք է բարձրացվի գրեթե կրկնապատիկ եւ հասցվի Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձին։ Այն է 70-ից 75,000 դրամ։ 75,000 դրամ է նվազագույն աշխատավարձը այսօր Հայաստանի Հանրապետությունում, որը սպառողական զամբյուղն է, այսինքն մոտավոր 70-75,000 դրամ է այսօր սպառողական զամբյուղը։ Նիկոլ Փաշինյանը կարող է մանիպուլյացիաներով այստեղ թվերը բարձրացնել, իջեցնելով, որոշակի օրեր, ամիսներ տեղը փոխելով, իրենց ձեռնտու պայմաններով քիչ հաշվեն այդ ամենը, բայց սիրելի թոշակառուներ, ձեր թոշակը ոչ թե ընտրություններից 1-2 ամիս առաջ պետք է բարձրացվի, այլ ընտրությունները երբևէ չպետք է կապ ունենան թոշակի բարձրացման հետ։ Մենք կարող ենք բոլորս էլ դիտել դա որպես ընտրակաշառք թոշակառուներին, բայց իհարկե մեր թոշակառուներին մենք հարգում ենք եւ մեր թոշակառուներին վստահում ենք եւ գիտենք, որ դա մեր թոշակառուները այսինքն դա չեն դիտարկի, թոշակառուները չեն դիտարկի որպես Նիկոլ Փաշինյանի արած ընտրակաշառքի քայլ, այլ կգնան իրենք ընտրատեղամաս դա հաշվի չառնելով եւ իրենց կամքը կարտահայտեն, իսկ Նիկոլ Փաշինյանը իր խոստումների տեղատարափի տակ կմնա միայնակ։ Սիրելի թոշակառուներ, ձեր ապրելակերպը այո պետք է բարձրանա, դուք պետք է բարեկեցիկ ապրեք, բայց այն 10,000 դրամը, որը բարձրացել է, իհարկե որոշակի շերտերի համար 10,000 դրամ չի բարձրացել, մի քանի հազար, 2-3 նմանատիպ, որը չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը, այդ թոշակները պետք է 10,000 դրամ չէ, մի քանի անգամ 10,000 դրամ բարձրացվի, մինչև 70-ից 75,000 դրամ, միջին աշխատավարձի չափ, գրեթե կրկնապատկվի նվազագույն թոշակը, 36,000-ը պետք է կրկնապատկվի, դա ընտրությունների քողի ներքո արված քայլեր են, որոնք կարծում եմ մեր հասարակությունը կգիտակցի, մեր հասարակությունը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ փորձելու է ժողովրդին համոզի, գումարները բյուջեի դուրս գրի, բայց միևնույն է, հիշեք, Նիկոլ Փաշինյանը միշտ ընտրություններից հետո մեր ժողովրդի քթերից հանել է այն ինչը խոստացել մի փոքր ինչ-որ բան է արել, ընտրություններից հետո արկեր-տուրքերով ամեն ինչով մեր ժողովրդի քթերից հանել է, թանկացնելով ամեն ինչ։ Լավ եղեք, սիրելի հայեր ջան։